Հրաշքներս բարի լույս, սպացում եմ նոր վլոգ, հիշում եք, որ ասեցի ծաղիկները հենց բացվեն, խոստանում եմ ձեզ համար նկարել։ Տադամ! Վայ Աստված ջան, էս ինչ գեղեցկություն է, վայ մամա ջան, ժողովուրդ ասեք, որ հրաշք է, ես ասենց հրաշք չեմ տեսել, վայ մամա ջան, որ ասում են Աստված նկարիչը, այստեղ տեսեք խեղդվում է ծաղիկը, ինչ ափսոս է, վայ մամա ջան, այս ինչ գեղեցիկ է, հələ այս ճյուղը նայեք, վայ մամա ջան, գույնը բա, ախ երբ է իմը սենց մեծանալու, Ես ինչ հրաշք է, վայ մամա ջան, գժվելու, պետքա բնական տեսնեք սա ժողովուրդ, գույնը չեք պատկերացնի, ուզում եմ հասկանամ, բարակ ճյուղերի վրա են ավելի շատ ծաղիկներ, թե կապ չունի, տեսեք սա հաստ ճյուղը, այստեղ էլ տեսեք, միացա, ազատ եմ, ափսոսը այսպես, բայց սա շատ ափսոս է, տեսեք, այստեղ ծաղիկը խեղդվում է, այ մոտերս ծակեց, մի րոպե, սո, այսպես, վայ, այսպիսի հրաշք, մի խոսքով, հրաշքներս Վահանը տանից դուրս էր եկել, ապաքինվել է, ոչ 100%, բայց մի 70% արդեն լավ է, չի սիրում տանը նստել, ես էլ դեռ դիմակը դեմքիս, ամեն դեպքում դեռ վախենում եմ, գնացել էր CT առևտրի, չիմացա, որ CT է գնալու, թե չես հետը կգնայ, բելա, գնացել է, առանց ինձ, ես իմ սեղանի փոշեկուլն է, սա էլ է Վահանը թեմույց վաղուց էր պատվիրել, պահում եմ էստեղ սեղանը մաքրելու կամ աթոռները մաքրելու համար, բերել է 2 շաուրմա, իր և Էրիկի համար, բայց Էրիկը արդեն բլինչիկ է կերել, աթենքի նրբաբլիթներից էլ էր բերել, դրանից Էրիկը կերավ, չգիտեմ, գոհ է թե ոչ, սա շաուրման, ինչ է բերել, տեսա հետաքրքիր բաներ է բերել, ասի չեմ կարող չկիսվել, այսպիսի բամբակ է բերել Skittles-ի, սա դրսի են, սրանք, չէ Վահան, սրանք հաստատ դրսի են, այո, cotton candy, Skittles-ի բամբակներն են, այս իմ ամենասիրած շոկոլադից է բերել, սա Դուբայի շոկոլադ է, բայց ոչ թե են Դուբայի շոկոլադը, ուղղակի ինքը Դուբայի արտադրություն է, էլի, ու ինքը արմավ է, մեջը գետնանուշ, շոկոլադապատ կա, պիստակովն էլ, սա սևն է, ես սև եմ սիրում, հետո, այսպիսի, ինչ է սա, չգիտեմ, squares, շոկոլադա, ինչ-որ մեջը 4 այսպիսի բատոնչի կա, չգիտեմ, անկեղծ, ձեզ հետ կկիսվեմ, սա անգլիականն է, տեսեք, ասում սա անգլիական է, որովհետև ֆունտ ստերլինգով է, 2.25 ֆունտ ստերլինգ, ֆունտ ստերլինգը ինչ արժի Վահան, 520 դրամ,
բավական էլ թանկ է։ Սա Դուբայի արտադրության շոկոլադի մի ուրիշն է, ահա, սա էլ էսպիսին է, բայց չեմ հասկանում, երկուսի վրա էլ նույնն է, հա, սա ալմոնդ է, տեսեք, սա նուշով է, սա էլ է ալմոնդ, տեսեք, հա, հա, մեկը տեսեք, no add sugar, այս մեկը երևի, չգիտեմ, սա բանով է, շաքարավազով է, չեմ կարող ասել, հետո, բերել է յոգուրտներ, այսպիսի ակտիվիայի զեղչվել էին, սա հանեմ, իմ սիրելի լավաշն է բերել թեփով, հետո, էլի ակտիվիայի ելակի, սա սև սալորով է, չգիտեմ ճիշտն ասած, ես ակտիվիա այդքան շատ չեմ սիրում, բայց այսօր ելակինը կերա վատը չէր, ես ավելի շատ Դանոնի դեսերտն եմ սիրում, բանով, կատնաշորային դեսերտն եմ սիրում, քան սա իմ կեֆիրն է, երեկոյան ինչ եմ անում, մոռացել եմ ձեզ հետ կիսվել, մեր բանջարեղենի խանութի աշխատողը ինձ ասաց, եթե ուզում եք քաշ գցեք, գիշերը երեկոյան, քնելուց 2 ժամ առաջ, ուրեմն կես բաժակ կեֆիր, ցածր տոկոսի, կես բաժակ հանքային ջուր, ջերմուկ, բժնի, և մի քիչ լիմոնի, կիտրոնի, ուզում եմ ասել լիմոն կիտրոն, լիմոն ստացվեց, կիտրոնի հյութ ճզմում եք, խառնում եք և դա խմում եք, մոտավորապես 250 գրամանոց բաժակի մեջ և դրանց տոք ոչ մի բան էլ չպետք է ուտեք, դա պետք է լինի քնելուց 2 ժամ առաջ, ասեմ, շատ լավ օգնում եմ, ես գոհ եմ, ահա, այս կտրոնը դնում ենք են կողմ, այսպիսի կոնֆետներ, ես սրանցից չեմ ուտում, որովհետև ալերգիա ունեմ նման, ժելեանման կոնֆետներից, ալերգիկ եմ, նարինջ է բերել, ոչ է, մանդարին է, ինձ թվաց նարինջ է, չէ, մանդարին է, ժողովուրդ, նարինջ չի, հա, գինը ինչքան է եղել, գինը վրան է, 1 կիլոգրամը 985 դրամ, սիրտը մանդարին է ուզել, այսպիսի հավ է բերել կոկոյի, այս կոկոները, չգիտեմ նորույթ է թե չէ, բայց իրենք շատ կերակրում են մաքուր խոտով, էկոլոգիապես մաքուր օրգանիկ խոտով են կերակրում, բավական թանկ հավ է ինքը, լավ, սա կդնենք ջեռոց, շարունակենք, տեսնենք էլ ինչ է բերել, վրացական հաց է բերել այսպիսի պուրի, վրացական պուրի է բերել, այ այսպիսի, ուրեմ կա, իրենք անում են այս նույն նեղության ամբողջը ու մեջը տաք պանիր է, նա էլ է շատ համեղ և այսպիսի կուլիչիկ է բերել Վահանը մի րոպե, ահա, մի հատ այսպիսի կուլիչ է բերել իտալական, դեռ մի հատ էլ ունենք, մի հատ էլ այսպիսի կուլիչ է բերել, ահա, խնդրեմ, սա էլ Վահանի ամբողջ առևտուրը, տեսնեմ ինչքան է ծախսել, 11,068 դրամ, այսպես, խնդրեմ սիրելիները, սա էլ Վահանի գունավոր գեղեցիկ առևտուրը, որ չէի կարող ձեզ հետ չկիսվել, այսպես, ահա, դե այստեղ ձեզ ասեմ առայժմ, հետո տեսնեմ ինչ կլինի հետաքրքիր, նորից նյութ կպատրաստեմ, սիրում եմ բոլորիդ ձեզ լավ ու գեղեցիկ արևոտ օրեր, ողջույն սիրելիներս, ինչպես եք, ինչպես տեսնում եք ես հիվանդ եմ, որքան էլ որ փորձեցի ինձ պահել, դիմակ կրել, դեղեր խմել, սպիրտով, չգիտեմ ինչ,
Միևնույն է, ես գրիպի վանդացա, հիմա արդեն բավական վիճակս լավ է, տանից դուրս եմ գալիս, գնում եմ սիթի, վերելակս եկավ, գնում եմ սիթի, մի քիչ առևտուր անեմ, հետ վերադառնամ, եթե չգիտեմ այնտեղ այնքան անհարմար է նկարելը, չեք պատկերացնի, ժողովուրդ ջան, շատ անհարմար է նկարելը, մեկ էլ տեսնում եք գալիս են, խոսում են, ինչ եք նկարում, 1000 մի հարց են տալիս դրա համար էլ, ճիշտն ասած հեչ հարմար չի լինում։ Հիմա տաքսին կանչել եմ, դուրս եմ եկել, շատ լավն են տեղը տեղին հազում էի, ջերմել եմ, մի խոսքով, եթե տանը կա վիրուս, գրիպի վիրուս, հավատացեք, ինչ ուզում եք արեք, հատկապես եթե նոր վիրահատված եք, իմունիտետ չեք ունենալու։ Այսպես կհանդիպենք քիչ ավելի ուշ։ Սիրելիներս, մենք վերադարձանք Սիթիից, որ ասեմ, այդքան ինչ որ նախ մեծ առևտուր չեմ արել, հետո էլ ինքան շատ ժողովուրդ կա, մարդ չգիտի ոնց նկարի, բայց հետո լավ կասեմ ժապավենների հետ կապված կամ քանի դեռ հիշում եմ ասեմ, իմ հետևորդուհիներից մեկը խնդրել էր, որ ժապավենը եթե հնարավոր է վաճառեմ, անուշիկս քրոջս աղջիկն է ինձնից վերցրել, ես մեծ սիրով կնվիրեի ձեզ դա, առանց ոչ մի բանի, ինչ վաճառելու մասին է խոսքը, բայց Սիթիում կա նույն ժապավեններից, իսկ եթե ուզում եք պատվիրեք, ասեմ 3-4 օրում հասնում է, ես պատվիրել եմ ամսի 18-ին ապրիլի, ինձ հասել է ամսի 23-ին, 4-5 օրում հասնում է, այնպես որ դեռ շատ ժամանակ ունեք մինչև մայիսի 25-ը, եթե ցանկանում եք կարող եք պատվիրել, և այսպես ինչ էի գնել, իմացաք չէ, որ ժապավենների, նաբադոկի հետ սպիտակ ժապավենը, որ եկել էր, անցած տեսանյութում կար, և իմ հետևորդներից մեկն էր խնդրել իր աղջկա համար վերջին զանգի, ցավոք անուշիկս ինձ մոտ չի այլևս դա, հենց պատվիրման հաջորդ օրվանից, դա ես նկարել էի, հաջորդ օր էլ արդեն դա ինձ մոտ չէր։ Ահա, հիմա ցույց եմ տալիս, թե ինչ ենք գնել, սիրելիներս, ուրեմն, քանի որ մենք շատ սիրում ենք իտալական կուլիչների վրա մեծ զեղչեր էին, 8000-ից իջել էին, զեղչվել էին, դարձել էին 1990 դրամ, 2000 դրամ, գնել ենք մեկ հատ շոկոլադով, այսօր պիստակովով որ սուրճ խմեմ, անպայման ձեզ հետ կկիսվեմ, հիշում եք, մի հատ էլ պիստակով էինք գնել, և սա չամիչով և նուշով, մենք սիրահար ենք իտալական թխվածքների, գնել եմ այսպիսի տարա, որպիսի լոգարանի շկաֆի պահարանի մեջ տեղավորեմ, այնտեղ մի հատ ունեմ, մեկն էլ է հարկավոր, որովհետև շամպուններ և այլն, ես սիրում եմ, միայն ես չէ, Վահանը ևս, շատ է սիրում ունենալ պահուստային ապրանք, և այդ պահուստային ապրանքները ավելանում են գնալով դարակաշարում, դրա համար էլ տեղ չի լինում, Հիմա ստիպված սա նորից գնեցի, որպեսզի գեղեցիկ ավելի տեղավորենք, շատ լավ ելակ կար, շատ հիանալի ելակ կար, գուցե թանկ է, չեմ կարող ասել, ես տանից տևական ժամանակ է դուրս չեմ գալիս, գներին չգիտեմ, Սիթիում 1 կիլոգրամը 2290 դրամ էր, ես ուղղակի YouTube-ով եմ տեսել, կարծեմ շուկայում 1800 դրամ է, բայց դե մինչև հասնեմ շուկա, տաքսիով և այլն, գալու են նույն գինը, դրա համար էլ ավելի լավ է Սիթիից վերցնեմ, ահա, շատ լավ ելակ է, այսպես սա, այսպես, հետո վերցրել եմ սևահող, իմ ծաղիկի համար, ահա, սենյակային գրեթե բոլոր բուսատեսակների համար է, առանց քիմիական հավելումների, իմ բոլոր հողերը, որ ես գնում եմ, սրանից է իմ ծաղիկների, բավական ծաղիկներ արդեն նորից հողը փխրեցրել ենք, տեղափոխություն ենք արել, ավելի մեծ ծաղկամանների մեջ, հիմա մեծ տերևներով ծաղիկս, որ Վահանը բերել էր, ջրի մեջ է, արմատակալել է արդեն, հարկավոր է իրեն արդեն դնել ծաղկամանի հողի մեջ, սիրելիներս, այսպես սա, այսպես, այնուհետև դնել եմ
իմ շատ սիրելի շամպունը, որովհետև ոչ մի շամպուն սրապես երկար չի պահում յուղոտ մազերը։ Իմ մազերը յուղոտ են ցավոք եւ 2 օրը մեկ պահանջում են լվանալ։ Ես էլ հոգնում եմ անդադ այդքան լվանալու, ցարդարելուց, որովհետև ծայրերը այրվում են մազերիս։ Դրա համար էլ որոշեցի սա վերցնեմ։ Այս նույն ֆիրմայի վերցրել էի ներկած մազերի համար, շատ լավ պահում են ներկը, իսկապես ուշ է թափվում, բայց էլի մազերս յուղոտվում են։ Դրա համար որոշեցի սա վերցնեմ։ Ոչ մի տարբերություն, հիմա էլ ուշ կլվանամ, ուշ կթափվի։ Հետո այստեղ գնել ենք, Վահանի հետ ենք գնել, ես մենակ չեմ գնել, այսպիսի խոհանոցային թղթեսրբիչ, մեր տանը սա շատ արագ է սպառվում, գնել եմ 2 զուգագուլպա, այսպիսի, իմիջիայլոց ասեմ, աղջիկներ ջան, այս նույնի ստվարաթղթե փաթեթավորմամբ, նույն 20 դեն, նույն 2 զույգ զուգագուլպաները արժե 710 դրամ, սա 250 դրամ էր, հիմա ինչ տարբերություն, նույնն է, նույն նկարներ, լրիվ նույնն է, ոչ մի տարբերություն, որոշեցի սա գնեմ, ինչ վատ է, որ ավելի մատչելի է, Վահանը գնել է ատամի մածուկ, վերջացել էր մերը, գնել եմ պարտադիր 12%-անոց օքսի, հաջորդ մազերս ներկելու համար, Էրիկի համար, հարկավոր էր տետրակ, Էրիկը արդեն բացի TOEFL-ը, որ պարապում է, հիմա նաև IST է պարապում, անգլերենով մաթեմատիկա, բարձրագույնի համար, այսպիսի տետր էին ուզել, ասի այ տղա ջան, ռուսական պատկերներով մի վերցրու, իմ տղաս ասում է դու սխալ ես մտածում, ասում է կներեք, ասում է ազգերի մեջ խտրականություն մի դիր, ասում եմ ազգերի մեջ չեմ դնում, ես կուզեի Երևանի պատկերով վերցնեիր, ամբողջ կռիվս դա էր, սիրելիներս, այսպես կար Էջմիածնի պատկերով, դրա համար եմ ասում, այսպես, հիմա մյուսն էլ փորձեմ բարձրացնել, և հաջորդ տոպրակը իմ սիրելի լավաշը Հրազդանի թեփով լավաշը, այսպիսի հաց, ֆիտնեսի, հետո խնձոր, Էրիկս է ուզել խնձոր, մամասն ինչ կլինի ձորվա մեջ խնձոր և գազար մաքրի, ես հաճույքով կուտեմ, ինքը շատ է նիհարել Էրիկը ժողովուրդ ոչ մի բան չի ուտում, վիտամինները տենց որ ասեմ ախորժակ չեն բացում, վիտամիններ էին իր համար դուրս գրել, դուրս չէին գրել, այդ ինչ են ասում, ռեցեպտը տվել էր բժշկուհին, գնացել գնել եմ, բավականին էլ թանկ վիտամիններ էին, չի օգնում, 46 կիլո է, դա նորմալ է 18 տարեկանում, իհարկե նորմալ չէ, բնականաբար գազար, հետո տեսեք սիրտս ինչ էր ուզում, վայ ոնց էի սիրում, ես, մամաս, պապաս, սա մեր ֆավորիտն է եղել կվասների մեջ Աչակովի կվասը, մենք Մոսկվայում էլ էինք Աչակովից շատ օգտվում, պապաս Աչակովսկի գարեջուր էր խմում, շատ էր սիրում, հետո այսպիսի Պաուլայներ 2 գարեջուր Վահանը իր համար է գնել, 2 հատ, 2 և վերջին գնումը, չէ վերջինը չի, 2 հատ էլ ունեմ բանան, այսպիսի բանանը բավական լավն էր, բանան եմ գնել և 2 հատ դիլի, այսպիսի ազնվամորիով յոգուրտ, խնդրեմ, սա էլ այսպես անուշիկներս, այս ամբողջի համար վճարել ենք 19,902 դրամ, խնդրեմ, էլի մսեղեն չկա, տեսակ, հիմա անջատեմ, մատ սա արագ դասավորեմ, միանամ ձեզ, մի 2 բառ խոսենք, զրուցենք ու տեղադրեմ այսօր կամ վաղը, առայժմ, դե ինձ սիրելիներս,
Ասի միանավ մի քիչ միասին զրուցենք Էրիկին ճանապարհեցի գնաց պարապմունքի, ես էլ տեղավորեցի Սառնարանում, ոչ Սառնարանում իրերը բոլոր որոնք գնել էի եւ որոշեցի ձեզ հետ մի քիչ զրուցեմ։ Ինչպես ասեցի, չկարողացա խուսափել գրիպից, սիրելիներս, այո, տեսակ դիմակ էի կրում տանը, տարբեր միջոցներ կիրառեցի, սպիրտով, չգիտեմ ինչ, ոչ մի բանը չօգնեց եւ ես նույնպես հիվանդացա, հիմա ես ու Վահանը գիտեք ինչ վիճակ է, սկսվում է կոկորթային այրոցքը, հետո սկսվում է հազ արտադրությունով, համի հոտի կորուստ չի լինում, դրա 3 օր է դա տևում, 1 օր ջերմում ես, ինչ եմ ասում, մեր մոտ այդպես է եղել, չգիտեմ, հիմա բոլորի մոտ է այդպես, թե ոչ, եւ արդեն դրանից հետո կարծես գրիպ լինես, այ հիմա ինձ մոտ այդ գրիպի շրջանն է, բայց վարակ չկա, պարզապես գրիպի շրջանը, ձայնալարեր, հիմնականում այո ազդում է ձայնալարերի վրա, դե լավ, կանցնի կգնա, կարևորը գրիպ է, ուզում եմ խոսել սիրելիներս, ես էլ չեմ կարողանում հետ մնալ այս իրադարձություններից Հայաստանում կատարվող, անկեղծ ասած, չգիտեմ ինչպես ասել, ինչպես սկսել, իմ կարծիքը, համենայն դեպս դա իմ կարծիքն է եւ չգիտեմ կկիսեք ինձ հետ, չեք կիսի ինձ հետ իմ կարծիքը, բայց վերջերս լսեցի էլի մի հոգեվորականի, հայ հոգեվորականի, որը եւս մեծ կասկածներ ուներ միստիկ դաշտի հետ կապված, մենք գիտենք, որ Հայաստանում շատ կան պորտալ դաշտեր եւ գնալով, քանի որ արդեն մոտենում է այն կուլմինացիոն աշխարհի պտույտի, հա, մենք տեղաշարժվել ենք, մեր աշխարհը տեղաշարժվել է եւ այդ կուլմինացիան պետք է իր ավարտ ունենա, հա, պետք է գա կլոր պտտվի հագնի իր տեղը։ Հիմա շատ մի փոքրիկ է մնացել, որպեսզի մեր երկիր մոլորակը պտույտի իր ամբողջական կատարի եւ սկսվի նոր դարաշրջան, այսինքն ոչ թե նոր 100-ամյակ է սկսվում, այլ լրիվ մեկ այլ դարաշրջան, ինչպես օրինակ եղել է ոսկե դարը, եղել է պղնձյա դար, եղել է դինոզավրերի դարը, հա, եղել է ուրարտական, շումերական եւ այլն տարբեր դարաշրջաններ, այդպես էլ այս դարաշրջանը պետք է իր ավարտը ունենա։ Մի բան եթե ունի սկիզբ, անպայման ավարտվում է եւ փոխանցվում է հաջորդ սերունդներին։ Հուսամ, որ մենք որպես տեսակ, հայի տեսակ կմնանք, որովհետեւ մեր նախնիները, ինչպես գիտեք, ձգվում են շատ հին ժամանակաշրջաններից, դարաշրջաններից, տասնյակ հազարավոր, մինչև շումերները, հետո շումերները, հետո ուրարտացիները, հետո հայերը, մենք այստեղ 6-րդ սերունդն ենք համարվում եւ մեր երկիրը շատ այսպես հարուստ է իր պորտալներով եւ այս պորտալները սկսել են կամաց բացվել։ Հիմա տեսեք, առեղծվածային դեպքեր են կատարվում, հա, եւ կարծես թե երեխաները, որոնք ամենազգուշավորն են, եկեք համաձայնենք, իսկապես նրանք զգուշավոր են, որովհետև ես ունեցել եմ իմ տղան, իմ Էրիկը փոքր ժամանակ սարսափելի անհանգիստ երեխա է եղել, գերակտիվ։ Ես ասել եմ այդ մասին, շատ եմ խոսել, եւ մենք որպես ընտանիք չէինք կարողանում կողք կողքի քայլել, ես Վահանը եւ Էրիկը չէինք կարողանում։ Էրիկը վազում էր իրենց Էրիկի հետևից Վահանը, Վահանի հետևից ես։ Ու միշտ վազել ենք։ Երբեք Էրիկը մեր ձեռքը չի բռնել, բայց գալիս հասնում էր մի հատված, որտեղ մեքենաներ են, հա, ասենք, օրինակ ճանապարհ է, որ պետք է մեքենան մտնի շենքի բակ կամ փողոց է, ինքը միշտ կանգ է առել, երեխաները շատ ավելի զգոն են վտանգին, քան մեծերը սիրելիներս։ Եվ հիմա տեսեք ինչ է կատարվում, երեխաները, որ իսկապես շատ ավելի արթուն են, մտովի, քան մենք, որ մտազբաղ ենք, այս էլ երրորդ երեխան, որ կորում է կամ ջուրն է ընկնում կամ ինչ-որ անհասկանալի պատճառներով անհետանում է։ Մի քանի ժամանակ առաջ էր, չէ, արցախցի երեխան
հրաշք փոքրիկ բալիկը եւս ընկավ ջուրը խեղդվեց, հետո ռուս աղջիկը հաղթանակ կամրջի վրայից ընկավ, հայրը ասում է ես էլ չեմ հասկանում ինչպես ընկավ։ Հիմա Տիգրանի կորուստը, այս փոքրիկ հրաշքի կորուստը, համենայն դեպս ես չեմ ուզում հիմա գնալ դեպի առեղծվածային վարկածներ, ըստ իս այդ տարիքում երեխաները շատ լինելով շատ ավելի այսպես կապված իրենց հարազատների հետ եւ ճանաչողական դաշտի վրա են, իրենք ավելի շատ բնազդը իրենց ճանաչողական է շատ ավելի։ Հիմա տեսեք, սովորաբար երբ գնում ես երեխային ուզում ես քո գիրկը վերցնել, երեխան սկսում է դիմադրել, գնում է իր հայրիկի կամ մայրիկի մոտ կամ այն մարդու մոտ, ում ինքը ճանաչում է։ Իմ կարծիքով երեխան ոչ թե գետն է ընկել, այլ երևի երեխային, սա իմ պա, որտեղ այլևս վարկած չի մնացել, որ մտածենք։ Երեխային կարծում եմ թփերի կամ ինչ-որ մի արանքից, ինչ-որ մի թաքստոցից կոնֆետով խաբել են եւ երեխան ճանաչելով, կարծում եմ հարազատ է եղել, ճանաչելով գնացել է դեպի այդ հարազատը, որն էլ երեխայի բերանը փակել ու առևանգել է։ Ես չգիտեմ այլևս ինչ կարելի է մտածել։ Համենայն դեպս իմ Facebook-յան էջում եմ դրել, որ աղոթենք, ես ամեն օր Աստծուն խնդրում եմ, որպեսզի երեխան անվնաս հասնի իր ծնողներին, որովհետև ես պատկերացնում եմ ծնողների վիճակը։ Սա անփութություն չէ, սա անփութություն չէ, ինչի եմ ես ասում, որովհետև պատմել եմ շատ, երբ որ մենք մեկնում էինք Սինգապուր, Էրիկը շատ կապված է եղել իմ ծնողների հետ, շատ ավելի, քան ինձ հետ էր ինքը կապված, եւ Դուբայի օդանավակայանում 13 ժամ մնալուց հետո արդեն շատ էինք հոգնել, երևի արդեն 7-8 ժամը անցել էր, հարկավոր էր հաց ուտել, Էրիկը 4 տարեկան էր, ասի, որ գնում ենք հիմա հաց ուտելու, ասաց մամ, գնում ենք հաց ուտենք ու գնանք տատիկի մոտ, ասի չէ բալես, մենք մի քիչ ուրիշ երկրում կապրենք, ու դրանից հետո իմ հին հետևորդները լսել են այս պատմությունը, ես նորեկների համար եմ սա ասում, մենք սկսեցինք կորցնել Էրիկին, Էրիկս հոգեբանական շատ ծանր, այսպես ասած, ծանր վիճակի մեջ ընկավ երեխան, ներողություն եմ խնդրում, եւ մենք սկսեցինք պարբերաբար Էրիկին կորցնել, մենք, ես ու Վահանը աչքներս տասարած, աշխատել ենք ոչ մի անգամ Էրիկին չկորցնել, ինչպես էր մեր աչքի առաջից անհետանում, չեմ կարող ասել սիրելիներս, բայց մենք, այն որ մի ձեռքից ես, մի ձեռքից Վահանը, նույնիսկ մենք այնտեղ շատ մեծ մանկասայլակ առանք, որովհետև Սինգապուրը ինքը փոքրիկ է, 710 կիլոմետր քառակուսի, բայց այդ 710 կիլոմետր քառակուսի մոլից մոլ, մոլերով է ինքը կապված, բոլոր գեղեցիկ վայրերը կարող ես մի մոլից մտնել, այսպես մի մյուս մոլից դուրս գալ, լրիվ ուրիշ ուղությամբ դուրս գալ, եւ հոգնում էինք, ինքն էլ էր շատ հոգնում, դրա համար որոշեցինք, եւ այնտեղ դա նորմալ է, մինչեւ 6 տարեկան երեխաները մեծ մանկասայլակ են նստում, որտեվ անթաց բոսնում ես, անընդհատ քայլում ես, երեխան հոգնում է, երեխան չի կարող այդքան քայլել, ինքն էլ 4 տարեկան էր ընդամենը, նույնիսկ դա էինք գնել, որ Էրիկը մի քիչ մեջը կարողանա հանգիստ սթրվի, կոպիտ ասած, բայց կորում էր սիրելիներս, մի անգամ դուրս եկանք Մակդոնալդսից, Էրիկը չկա, աչքիս առաջից ձեռքը բռնած, ես ձեռքը բռնել էի երեխայիս, երեխաս չկա, ինքն էլ այսպես ցածր տեղ է, փոս տեղի մեջ է, դուրս եմ բարձրացել եմ աստիճաններով վերև, փողոց է, բայց ինչ փողոց, այդ փոքրիկ պետությունում ապրում է 8 միլիոն բնակչություն, ու ես այդ միլիոնի մեջ կանգնել եմ ձեռքերս խփում եմ ոտքերիս, ուրա իմ երեխես, չկա, հասկանում եք, եւ ես վազում եմ մի ուղությամբ, Վահանը մի ուղությամբ, միայն մի բանն է, որ այնտեղ մեզ այդ երկրում մեզ հանգստացնում էր, նախ Էրիկ ուներ բեյջ, իր անուն ազգանունով, Վահանի հիմնարկի աշխատավայրի համասարանի համարն էր այնտեղ, հեռախոսահամարն էր, մի խոսքով, այդ բեյջի վրա իր բոլոր տվյալները կային,
Հիմա էլ մտածում եմ դա կորցրած չլինի, բա որ դա կորցրած լինի։ Մի խոսքով ես նեղ փողոցներով վազում եմ այս կողմեն կողմերի, Վահանը մի այլ փողոցներով, ի վերջո նորից գալիս ենք ես ու Վահան իրար ենք հանդիպում ու աչ եմ անում նայում եմ, տեսնում եմ Էրիկը McDonald's-ի ներսում հենված պատուհանին, այսպես գլուխը դրել է ձեռքի ու պատուհանից մեզ է հետևում։ Մի խոսքով վրան բարկացանք, բացատրում ենք, որ չի կարելի, որ մաման ու պապան անհանգիստ են, սա օտար երկիր է, չէ, Էրիկը անընդհատ վազքի մեջ էր, անընդհատ գնում մտնում էր ինչ են ասում, կասիրների, տրամարկղում աշխատողների ոտքերի տակ, սեղանի տակ, եւ ինքը իրեն կարծես ինքը փորձում էր մեզ պատժել այն փաստի համար, որ մենք իրեն բերել ենք օտար երկիր։ Ես ինչ եմ իմ ասա պատմում, որ մենք ես ու Վահանը երբեք անփույթ ծնող չենք եղել, միշտ աչքներս եղել է Էրիկի վրա, միշտ չի եղել, որ մենք Էրիկին աչքաթող անենք, թողնենք մենակ, անգամ ինքը բակում մենակ չի եղել։ Ես նայել եմ վերևից, ինքը մեր բակում խաղացել է, Վահանը իջել է մոտը, անընդհատ իրա կողքին մարդ եղել, բայց Էրիկը ակնթարթորեն կորում էր, ակնթարթորեն։ Էնպես որ ծնողներին երբեք չմեղադրեք այդ հարցում սիրելիներս։ Երեխաները շատ անկանխատեսելի են եւ շատ ավելի արագաշարժ, մեզ թվում է իրենք դանդաղ են, բայց իրենք դանդաղ չեն։ Իհարկե այս երեխան շատ ավելի փոքրիկ է, նա դեռ 2 տարեկան նոր է լինելու, հա, վաղը լինելու է նոր 2 տարեկան այս երեխան, դրա համար էլ չեմ կարծում, որ ինքը ինչ-որ արագություն կարողանար զարգացնել 4 տարեկան երեխայի նման, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սա հարազատի կամ ծանոթ մարդու արած գործ է, եթե չգտնեն նրան գետում իհարկե, եթե երեխային գետում չգտնեն սիրելիներս։ Ինչ ասեմ, Աստված թող պահապան լինի, Արարիչը թող պահապան լինի, թող ամուր բռնի Տիգրանի ձեռքը, եթե նա ողջ է, եթե նա հուսամ, մենք հավատում ենք, որ նա ողջ է, որպեսզի երեխան չվախենա, երեխան էլ ավելի չմոլորվի, եթե ինքը անտառում է, այլ Աստծո հետ լինի, Աստծո ձեռքը բռնած լինի, էլ չգիտենք ինչ մտածենք, սիրելիներս։ Այսպես անուշիկներս, երևի թե այսօր այսքան աղոթենք միասին, սպասենք համբերատար, նույնիսկ գիշերվա ժամը 3-ին արթնանում եմ, բացում եմ Facebook-ը կամ YouTube-ը, ասում եմ հնարավոր է մի լուր լինի էլի, որովհետև ես իր մոր հետ այդ ամբողջը ապրում եմ։ Ես վստահ եմ, որ մենակ ես չեմ այսպես, էլի մենք հայերս առհասարակ այսպիսի տեսակ ենք սիրելիներս։ Աստված ջան, դու ողորմած լինես, ես վստահ եմ, որ Աստված ողորմած է, հատկապես փոքրիկների հանդեպ, դրա համար էլ թող շուտ գտնվի այս բալիկը էլի, ծնողներն էլ են մեղք, արդեն սարսափելի է։ Այսպես սիրուններս, դե ինչ, ձեզ մաղթում եմ շատ գեղեցիկ ու լավ օրեր, գնալով տաքանում է, գնալով ամառ է գալիս, չհիվանդանաք, ձեզ լավ պահեք։ Շնորհակալ եմ բոլոր իմ նոր հետևորդներին, ովքեր միացել են իմ ալիքին, ձեզ ամուր գրկում համբուրում եմ, բարով եք եկել իմ ալիք, այստեղ սեր է, այստեղ միություն է, այստեղ չկա հայոյանք, այստեղ իրար հանդուրժում են, չեն քննադատում, եթե քննադատում են, ապա առողջ, առանց վիրավորելու անձը, առանց վիրավորելու մարդու հոգին, պարզապես մենք իրար հետ շատ գեղեցիկ, բարիտրացիական, բարեկամական կապերի մեջ ենք սիրելիներս, բարով եք եկել իմ ալիք, գրկում եմ բոլորիդ, համբուրում եմ և ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով։